սեղմ եք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն եմ։ Շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մի հատ խելքդ գլուխը հավաքի։ Խելքդ գլուխը հավաքի, լավ այդ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արա ցեմենտը պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակը դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Պարոն վարչապետ, օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, եթե իրենից հաղթանակը գողանան, ինքը պատրաստ է գնալ հեղափոխության, նաև տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը ինքնահռչակ վարչապետի օրակարգ է ձևավորել, ճակերտավոր կառավարության նիստեր է անում, ամենատարբեր օրենքներ են ընդունում, նախ ինչպես հասկանալ այս քայլերը, ինչ հող են նախապատրաստում, հակակոռուպցիոնի ձայնագրություններից մեկում էլ հիշեցնեմ, ասվում է այն մասին, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, մենք գնալու ենք իրենց բարերով ասած պերևառոտի։ Ինչ վերաբերվում է պերևառոտին, Հայաստանը իր ապահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով եւ ինժեներական մտքի գլուխգործոցներ։ Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունը ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխումը ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար էական նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան եւ կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։ Պաշտպան հայրենյաց ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակը ավարտվելուց հետո կստանան նաև լրացուցիչ 5 միլիոն դրամ պարգևավճար։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175,000 դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց եւ սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան
կառավարության կողմից եւ այսպիսով մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000-ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։ Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց առաջիկա 4 տարում Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000-ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրը առաջիկա 4 տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռք բերելու համար հիպոթեկային վարկի աջակցության պետական ծրագիրը եւ առաջիկայում այն ավելի կընդլայնվի։ Սիրելի ժողովուրդ, պետական այրեր, այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, եւ այսօր դուք տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Հայաստանի Հանրապետության նոր բանակը նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրող պահանջող եւ ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացված հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր ժամանակակից պաշտպանունակ եւ ուժեղ բանակ։